եթե կարելի է կարող եք նաև ներկայացնել հավաքագրումների ծավալը ինչպես է փոխվել, այսինքն մինչ այդ ինչքան էր հավաքագրում, հիմա որ փոխվել է, գինը բարձրացել է, ինչքան է հավաքագրվում ու այդ ինչ խնդիր է լուծում, այսինքն ինքը էլի վերադառնում են բեռնաթափման խնդիր է լուծում, թե բյուջեն լցնելու խնդիր է լուծում։ Տեսեք, իրականում հասարակական տրանսպորտի հետ կապված ցանկացած փոփոխություն, որը իրականացնում է Երևանի քաղաքապետարանը, դա միտված է նրան, որպեսզի հավելյալ հավաքագրումների միջոցով նաև տրանսպորտային ցանցի բարելավում իրականացվի եւ այդ առումով ես կարծում եմ, որ մենք այստեղ հիմա եկել ենք եւ բախվել ենք մի հատ շատ լուրջ խնդրի առաջ, որի մասին ես հիմա կխոսեմ, որտեղ ես նախատեսել եի այդ մասին խոսել, բայց քանի որ դուք եք հարցը բարձրաձայնում, փորձեմ այդ կոնտեքստով խոսել, էլի։ Մենք ինչ ունեցանք, երբ որ Տոմսային փաթեթները ներդրվեց Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն քաղաքականին ընդունեց այդ որոշումը, մենք փետրվար ամսից մեր ընդդիմադիր գործընկերների ջանքերով հասարակական տրանսպորտում ստեղծվեց մի անհասկանալի եւ ինչ-որ չափով նաեւ անկառավարելի վիճակ, որը բերեց հասցրեց մի կետի, որ արդեն ներկայիս 5 ամիսների ընթացքում փաստացի Երևանի քաղաքապետարանի կողմից, այսինքն Երևանի ավտոբուս ՓԲ, մետրոպոլիտեն, նաեւ էլեկտրական ավտոբուս ՓԲ-ների կողմից ընդհանուր հաշվով ուրեմն հավաքագրվել է շուրջ 6 միլիարդ 30 միլիոն դրամ։ Այս թվերը առաջին հայացքից ոչինչ չեն ասում, բայց հաշվի առնելով այն պատկերը, որ մենք ունենք եւ արդեն պատկերացնում ենք, թե հետագայում ինչ է լինելու, կասեմ հետեւյալը, որ այսպես ասած այդ ակցիաների արդյունքում մարդկանց ամեն կերպ փորձելու, որպեսզի իրանք չվճարեն, ասելով, որ գինը անիմաստ է բարձրացել, 100 դրամ պետք է մնար, 100 դրամով կարելի էր նման տրանսպորտային համակարգը պատշաճ ձևով սպասարկել։ Մենք հիմա ունենք մի իրավիճակ, երբ որ այս տարի Երևանի քաղաքապետարանը նախատեսել էր եւ հայտարարել էր, որ ձեռք է բերելու շուրջ 45 տրոլեյբուս, նախորդ տարի 15-ն էինք ձեռք բերել, բանից պարզվում է, որ արդեն այդ 45-ից 30-ը առնվազն հնարավորություն չի լինելու առնել, որտեղ թեր հավաքագրումները բերել է նրան, որ այդ գումարը որպես այդպեսին չկա եւ հետեւապես այդ 30 նոր տրոլեյբուսները, որը որ պետքա լիներ 45-ի մեջ, արդեն 30-ը դուրս է եկել ցանկից։ Նման տեմպերով եթե շարունակվի հավաքագրումները, չի բացառվում, որ այդ 15 տրոլեյբուսն է Երևանի քաղաքապետարանը չկարողանա ձեռք բերի, ինչը մեր գործընկերներին, ընդդիմադիր գործընկերներին հերթական առիթ է իհարկե կտա ասելու, որ տեսեք, հայտարարեցին 45-ը, բայց ոչ այն 30-ը բերեցին, ոչ է 15-ն են կարողանալու բերել, բայց ուզում եմ հատուկ շեշտել, որ ցանկացած հայտարարություն, ցանկացած, այսպես ասած, բողոքի բորբոքում նաև հղիա նման հետևանքներով, էլի, այսինքն հիմա մենք ունենք մի պատկեր, երբ որ այն մարդիկ անգամ, ովքեր որ պատշաճ վճարում էին, տեսնելով, որ չկա համապատասխան հսկողություն, կարելի ասել մնացած չվճարողների նման, իսկ այդ չվճարողները հիմնականում, այսպես ասեմ, էլի, դրանց մեջ գուցե եւ կան մարդիկ, ովքեր որ դեմ էին ի սկզբանե առասարակես փոփոխություններին, բայց կան նաեւ մարդիկ, ովքեր որ այդ իրավիճակից օգտվում են եւ կատեգորիկ չեն վճարում, էլի, իսկ այդ չվճարումները բերել է, այսպես ասած, բյուջեի տեսանկյունից որոշակի խնդիրների եւ Երևանի քաղաքապետարանը չի պատրաստվում, էլի, այլ ոլորտից, պայմանական հանրակրթության ոլորտից գումար պայմանական կտրի եւ ներդնի հասարակական տրանսպորտի մեջ, այսինքն այն բոլոր չվճարումները, որ կատարվում են հասարակական տրանսպորտում, դա բերելու են նրան, որ նոր շարժակազմերը էլ ավելի ուշ են Երևանի քաղաքապետարանի կողմից ձեռք բերվելու եւ այն խնդիրները, որ առաջանում են հասարակական տրանսպորտում, գուցե ավելի դժվար Երևանի
քաղաքապետարանի կողմից դրանք կարգավորվեն։ Խոսքը վերաբերվում է հիմնականում բնականաբար շարժակազմներին, բայց սրա մասին ավելի լավ է խոսել, իրավիճակը ներկայացնել, քան հետո տարբեր մեղադրանքների արձագանքել։ Հիմա նաև դուք տեղյակ եք, որ Երևանի քաղաքապետարանը նախաձեռնել էր հասարակական տրանսպորտում չվճարողների համար տուգանք սահմանել, դա շարունակում է մնալ մեր օրակարգում, սակայն ամբողջությամբ գտնվում է ազգային ժողովի տիրույթում, քանի որ այդ որոշումը իրենք պետք է իրականացնեն, բայց եւս մեկ անգամ արձագանքելով նաև այդ կարմիր գծերի գումարներին եւ հավաքագրումներին, ուզում եմ ասել, որ այդ հավաքագրումները, որոնք բնականաբար ավելին են, քան նախկինում են եղել, հիմա թվային պատկերը կդժվարանամ ձեզ ասել, եւս որպես այդպեսին պետքա ծառայի հասարակական տրանսպորտին, ոչ միայն նոր շարժակազմերի, նոր առանձնացված գծերի, ճանապարհների, գուցե նաև կառուցման աշխատանքներին, ամեն դեպքում հասարակական տրանսպորտի հետ կապված, ինչպես նաև ձեր նշված կարմիր գծերի մասով, ես ասացի արդեն որտեղ են մեր խնդիրները։